Իրապես, որ փառք եմ տալիս Աստծուն ամեն վայրկյանի համար, ամեն վայրկյանի, որ ապրում ենք, ամեն վայրկյանի, որ Տերը մեզ կյանք է տալիս, որտեվ ամեն վայրկյանը, որ ունենք, պետք է մեկ նպատակի ծառայի, Աստծուն փառավորելու, Աստծուն պաշտամունք բարձրացնելու, եւ այդ պաշտամունքը չի սահմանափակվում մենակ կիրակից կիրակի։ Ու պետք է, որ իմ ողջ կյանքը, մտքերս, գործերս, ամեն ինչ որ անում եմ, Աստծուն փառավորել։ Հետևաբար որտեղ որ եք, ինչ որ անում եք, արեք Աստծո փառքի համար։ Պարզ բաներ մեջ նորեն կարեց արեք Աստծո փառքի համար։ Հիմա չի շարքում ոնց որ օրինակ են ավազակ գողերն են անում, ասենք գողություն անելուց առաջ ասում են Տեր Աստված չբռնվենք, սրա մասին չի խոսքս, այլ այն ինչ որ անում ենք, մեր գործը, մեր աշխատանքը անենք Աստծո փառքը փնտրելով, մեղքից հեռու։ Կարճ ուզում եմ նաև ասեմ, թե ինչ նպատակ ունեինք Ուկրաինայում, ինչի համար էին գնացել։ Գիտեք, Աստծո խոսքը շատ հստակ մեզ ասում է, որ մենք կանչված ենք գնալու աշակերտներ պատրաստելու։ Եվ մենք ունենք Պողոս առաքյալի օրինակը, որ գնում էր քաղաքից քաղաք եւ եկեղեցիներ էր հիմնում Աստծո փառքի համար, եւ մենք էլ որպես եկեղեցի կանչված ենք եկեղեցիներ հիմնելու Աստծով։ Սա մեր կանչվածությունը, որովհետեւ պետք է մի վայր լինի, մի տեղական եկեղեցի լինի ամեն տեղ, որտեղ որ մարդիկ առիթ ունենան գալու, մասն լինելու մի եկեղեցու մի խմբի եւ պաշտամունքին մասնակցելու, ծառայելու, մասն լինելու։ Եվ Աստծո շնորհքով գիտեք, որ Գյումրիում արդեն երկար ժամանակ է ծառայություն ենք սկսել եւ փառք Աստծուն, ժողովուրդը շարունակապար գալիս են, դարձի եկողներ, ապաշխարողներ կան։ Հիմա արդեն 7-ից ավելին պատրաստվում են մկրտության, եւ սա այն ընթացքն է, որով որ կամած Աստծո կամոք եկեղեցին պետք է հիմնվի։ Եվ այն կոնֆերանսը, որ պետք է գնացել ենք մասնակցենք Ուկրաինայում, հենց եկեղեցիների հիմնադրման է վերաբերվում, եւ մենք էլ գնացել ենք ծանոթանալու եւ տեսնելու ինչքանով մենք էլ կարող ենք համագործակցել մենք Հայաստանում, թե Ուկրաինայում, թե Ամերիկայում, որպեսզի մեկս մյուսին թե իմաստությամբ, թե որոշ առումով խորհուրդներով բանով կարողանանք օգնենք Աստծո գործը ընդլայնելու, որովհետև այն ինչ որ անում ենք, մեր մասին չէ, այն ինչ որ Ուկրաինայում անում են, իրենց մասին չէ, մենք ծառայում ենք մեկ նպատակի, ամեն անգամ երբ որ աղոթում ենք, ասում ենք Տեր թող քո թագավորությունը գա, չէ, երկրիս վրա, այդ թագավորությունը ինչպես է գալու, մենք պետք է տարածենք, Աստծո խոսքը տարածվելով Աստծո թագավորությունը տարածվում է։ Եվ եկեղեցիները, երբ որ հիմնադրվում են նոր եկեղեցիներ նամանավանդ, աճը առաջնային շատ է լինում։ Եվ հետաքրքիր մի բան ասեցին, կային հովիվներ օրինակ, որ եկել էին, եւ մի հովիվ կար, ասեց մեր եկեղեցին արդեն 50-ից ավելի եկեղեցի ենք հիմնել։ Եվ ասում է ճիշտ է, քանակությամբ մոտավորապես 100-150 հոգանոց եկեղեցիներ ենք, ասում է ճիշտ է, կան Ամերիկայում եկեղեցիներ, որոնք որ բավականին մեծ են, 1000-ից ավել են անցնում, ասում է, բայց մեր սրտին Աստված դրել է, որ մենք տենց լինենք փոքր որպես ընտանիք, բայց լինենք շատ, նման ձևով։ Ու ասում է, եթե պատկերացեք, ուղղակի երբ որ ծառայական ժողով ենք անում, ասում պատկերացեք, թե քանի հովիվ է մասնակցում, հովի օգնական, սակավակներ եւ մի մենք ծառայական խումբ է, պատկերացեք, ասում ինչքան մեծ է։ Եվ իմ ցանկությունը սա է, որ ամեն մեկը տողոր որ ստեղ եք, այն շնորհներն ու այն տաղանդները, որ Աստված տվել է, դուք էլ դա օգտագործեք Աստծո փառքի համար։ Որպեսզի միասնական լինենք, մեկ լինենք, լրացնենք մեկս մյուսին, ծառայենք խոսքով, ծառայենք երգով, ծառայենք այցելություններով, հոգ տանելով, աղոթելով, ֆիզիկապես ծառայելով։ Այս ամեն ինչի մեջ միասին բոլորս ենք կանչված։ Դրա համար աղոթք անենք, որպեսզի մասնակից լինենք, պասիվ չլինենք։ Պատկերացրեք ուղղակի իրավիճակ, եթե բոլորս ասում ենք, այո, պատրաստ ենք ծառայելու, բայց երբ որ ռեալ գալիս է հարցը քայլ անելու, որևիցե մեկը որևիցե քայլ չանի։ Չի լինում այդպես։ Պետք է ամեն մեկս քննենք, տեսնենք, ես ինչքանով եմ ներգրաված ծառայության մեջ, ինչքանով է իմ կյանքս նպաստում Աստծուն փառավորելու։
Կարող ենք ասել, որ ժամանակ չունենք կամ զբաղված ենք, համաձայն եմ։ Բոլորս էլ զբաղված ենք, բոլորս էլ աշխատանք ունենք, չի նշանակում, որ պետք է մեր աշխատանքները թողնենք, ամբողջ օրը ասենք, չգիտեմ, այս ծառայության մեջ եմ, չէ, աշխատանքիդ մեջ էլ Աստծուն ծառայ։ Բայց մտքիդ մեջ սա ունեցի։ Տերը ինձ ինչ շնորհ ա տվել, ինչ տաղանդ ա տվել, որ բացը ես պետք է լրացնեմ եկեղեցու ներսում։ Որովհետև եթե դու չես անում ինչ-որ մի բան, եկեղեցին ընդհանուր դրանից ինչ ա լինում, տուժվում ա։ Մի քիչ շեղվել եմ թեմայից, բայց համենայն դեպս ուզում եմ սրա մասին ասեմ։ Կորինթացիս նամակի մեջ 12-րդ գլխում Պողոս առաքյալը երբ որ խոսում է տաղանդներից ու շնորհներից, եկեղեցին նմանեցնում է մարդու մարմնի։ Ու շատ մի քանի անգամ Պողոս առաքյալը այս օրինակը բերում է։ Երբ որ մեր մարմնի մի անդամը լավ չի աշխատում, մենք ո՞նց ենք մեզ զգում։ Ասենք պատկերացեք ատամը ցավ է, ասես դե ատամը սես պուճուրի բան է, ինչ, թո ցավա, տենց, հա։ Չէ, որ ատամը ցավում է, այլ ամբողջ ուշադրությունը նույնիսկ այդ փոքր ատամի վրա է։ Մեջքդ մի քիչ խնդիր է առաջանում, ընդհանրապես չես կարողանում շարժվել։ Չգիտեմ, ծունկդ խնդիր ունի, դժվարությամբ ես արդեն քայլում։ Մենք ամբողջական մեր մարմինը պետք է լիարժեք գործ։ Եթե ինչ-որ մի բան այն չի, ամբողջ մարմինը ինչ ա լինում, տարապում է դրանից։ Մենք ամբողջությամբ տարապում ենք։ Նույնն էլ ստեղ։ Եթե եկեղեցու մեջ կա ինչ-որ հիվանդություն հոգևոր առումով եմ ասում, տկարություններ կամ բացեր, ամբողջ եկեղեցին դրանով ինչ անում, տանջվում է, որտեղ այլ օրգանները պետք է ինչ անեն, փորձեն այն ֆունկցիան, որը որ այն մեկը պետք է կատարել, վերցնեն իրանց վրա եւ հավելյալ բեռ կամ ծանրություն ալին։ Իսկ Աստծո խոսքն ասում է ինչ անենք, մեկս մյուսի բեռ ինչ անենք, կրենք, ծառայենք մեկս մյուսին։ Ոչ թե թողենք ինչ-որ մեկի վրա, այլ մենք էլ աղոտ քանեմ ասեմ, Տեր, այսօր կյանք ես տվել։ Ինչ ես ուզում որ անեմ։ Այսօր շնչում եմ։ Ինչ ես ուզում որ անեմ։ Այսօր խոսելու հնարավորություն ունեմ։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Երբ որ այս տրամաբանությամբ ապրենք, ամեն օրվա օրը ինչ է լինելու, Աստծուց տրված նվեր շնորհ իրեն ծառայելու։ Ու փառքը նորից լինելու է ուղղված Աստծուն։ Սերներ պետք է շարունակենք Եբրայեցիս նամակի մեր սերտողությունը քարոզաշարքը, հասել ենք Եբրայեցիս 4-րդ գլուխ, կարդալու ենք 12-ից 5-րդ գլուխ մինչև 10 համարը, բայց մինչև անցնելը թեմային, գիտեք, երբ որ ֆաշիստական Գերմանիան գրավել է շատ տարածքներ, ունեին բավականին շատ գերիներ, որոնք որ աշխատում էին հենց գերմանացիների համար։ Եվ այդ համայնքից ընտրում էին մարդկանց, որոնք որ պետք է լինեին միջնորդ գերմանացիների եւ սենց ասած այդ ժողովրդի միջև։ Եվ այդ մարդկանց համար բավականին դժվար էր լինում, ինչու որովհետեւ մի կողմից պետք է այնպես անես, որ հաճեցնես գերմանացիներին, պոլիցայ չեմ ուզում ասեմ, կային ավելի ոնց որ գործարաններ, բաներ, որոնք որ նշանակում էին ղեկավարներ, սենց ասած, որ կարողանում էին կազմակերպել աշխատանքը։ Եվ կային մարդիկ, ովքեր որ աշխատում են եւ այդ ազգից են։ Եվ եթե ինչ-որ մի բան այնպես չէր լինում, պատասխանատվությունը հանգրում էր այդ մարդը, որ պատասխանատու էր այդ գործի համար։ Եվ նաեւ ընդհանուր։ Եվ այս երկուսի արանքում կային մարդիկ, որ կարողանում էին մեծ ջանք թափելով թե գերմանացիներին հաճեցնել, որպեսզի խնդիր չլինի, թե նաև այն ովքեր որ այդ պայծրությամբ աշխատում էին, այդ վայրերում կարողանային նաև իրենց էլ հաճեցնել ինչ որ կերպով որ կարողանային աշխատել միասին։ Մեր կյանքում էլ մենք կարիք ունենք տենց միջնորդի։ Միջնորդի, որը որ կկարողանա մեզ Աստծո առաջ ներկայացնի։ Եվ այդ միջնորդը գիտեք ով է։ Հիսուս Քրիստոսն է։ 5 տականի ժամանակները այդ ձևի միջնորդ էին քահանայապետերը, որոնք որ մարդկանց մեղքերը, մարդկանց sense ասած կարիքները բերում էին Աստծո առաջ, զոհ էին անում եւ այդ զոհաբերության միջոցով մարդկանց մեղքերի թողություն էր տրվում։ Այսօր մենք ունենք մի քահանայապետ, որը որ մեծն է բոլոր քահանայապետներից։ Նա միակն է ու անկրկնելին է եւ խոսելու ենք իր մասին, Քրիստոսի մասին, որպես ամենալավագույն, ամենակատարյալ միջնորդ մարդկանց եւ Աստծո միջև Հիսուս Քրիստոսը։ Եկեք ընթերցենք։
Եբրայեցիս 4-րդ գլուխ 12-ից մինչև 5-րդ գլուխ 10-րդ համարը, մի քիչ մեծ հատված է, բայց ուզում եմ, որ միասին կարդանք։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է ու զորավոր և ամեն մի երկսայրի սրից ավելի կտրուկ, որ թափանցում է մինչև անձի ու հոգու հոդերի և ողնածուծի բաժանման սահմանները և մտքերի ու սրտի խորհուրդները զննողն է և չկա մի արարած, որ նրա առջև հայտնի չլինի, այլ ամեն ինչ մերկ է, բաց է նրա աչքերի առաջ ու մենք հաշիվ պիտի տանք։ Տեսնելով, որ մենք մի մեծ քահանապետ ունենք, երկնքներով անցած Հիսուսին Աստծո որդուն, եկեք ամուր պահենք մեր դավանությունը, որովհետև ոչ թե այնպիսի մի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսին, որ ամեն կետում փորձվեց մեզ նման, սակայն առանց մեղքի։ Ուրեմն համարձակությամբ մոտենանք շնորհած աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք և շնորհ գտնենք կարիքի ժամանակ մեզ օգնելու։ Որովհետև մարդկանցից ընտրված ամեն մի քահանապետ մարդկանց համար է կարգված Աստծո վերաբերյալ բաների համար, որպեսզի և պատարակներ, և մեղքերի համար զոհեր մատուցի, որը կարող է կարեկից լինել տգետների և մոլորվածների նկատմամբ, որովհետև ինքն էլ տկարությամբ լի է։ Այդ պատճառով ինչպես ժողովրդի, այնպես էլ իր անձի համար պետք է մեղքի պատարակ մատուցի։ Եվ ոչ մեկն իր վրա չի վերցնում այն պատիվը, այլ միայն նա, ով կանչված է Աստծո կողմից, ինչպես Ահարոնը։ Այնպես էլ Քրիստոսը ոչ թե ինքն իր անձը փառավորեց, որ քահանապետ լինի, այլ նա, ով նրան ասաց, թե դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Ինչպես մի ուրիշ տեղ էլ ասում է, դու հավիտյան քահանա ես ըստ Մելքիսեդեկի կարգի, ով իր մարմնի օրերին սաստիկ աղակով ու արցունքով աղոթք և աղաչանք մատուցեց նրան, որ կարող էր իրեն ազատել մահից և լսվեց իր երկրածության համար, թեև ինքը որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց և կատարյալ դառնալով բոլոր իրեն հնազանդողներին հավիտենական փրկության հեղինակը դարձավ ու Աստծո կողմից անվանվեց քահանայապետ ըստ Մելքիսեդեկի կարգի։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար։ Շնորհակալ ենք ով Տեր, որ կյանք ունենք քեզանով եւ այս կյանքը, որ տվել ես Տեր Աստված, թանկ է ամեն վայրկյանը, որովհետեւ քեզանով է այդ կյանքը։ Դու ես այդ վայրկյաններն ու պահերը շնորհում եւ ուզում ենք մեկ նպատակով այն ծառայեցնել քո անվանու փառքի համար, Տեր։ Ողորմիր մեզ, սրբիր մեզ օգնիր, որ խոսքիցդ անենք այն ինչ որ դու ես պատրաստել, վեր առ ամեն տկարություն, ամեն թերություն եւ օգնիր, որ խոսքդ մեր կյանքում փոփոխություն բերի, Տեր Աստված։ Օգնիր, որ մեր կյանքում իրապես ունենանք մեկ միջնորդ եւ հավատանք այդպես, որ դու ես միակ միջնորդը Տեր Հիսուս եւ ուրիշ այլ միջնորդի կարիք չունենք։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցի, ամեն։ Գիտեք, երբ որ ուսումնասիրենք ընդհանուր կոնտեքստը Եբրայեցիս նամակի, կտեսնենք, որ նամակը գրված էր քրիստոնյա հրեաներին եւ ամեն մի մարդ ունի գայթակղություն ընդհանրապես, նաև հրեաները, որ մենք սիրում ենք շոշափելի բաներ տեսնել։ Օրինակի համար, ձեր կարծիքով ինչի է այդքան տարածված օրինակ սրբապատկերները։ Ինչի որտեղ մարդիկ ուզում են տեսնել, լավ, հասկանում ենք Աստված աներևույթ է, չեն կարող տեսնել ինչ որ ձեով շոշափել, զգալ, մեր այդ 7 զգարանով չեն կարող Աստծուն զգալ։ Դրա համար մարդկանց ավելի շատ անգամ ձգում է ինչ նման պատկերներ ունենալը։ Օրինակի համար նշաններ, խաչը, ձուկը, բաներ են, որոնք որ մարդը սիրում է, որտեղ կարաս դա տեսնես, շոշափես, զգաս, չէ՞։ Սրան վտանգը գիտեք որն է, որ մենք մեր հայացքը ճշմարիտ Աստծուց թողելով կենտրոնանում ենք տեսանել ինչ որ մի բան, շոշափել ինչ որ բաների վրա։
Սկսում ենք մեր հույսը դնել, օրինակի համար շատ ենք ուզում երազներ տեսնել, շատ ենք ուզում ինչ-որ նշաններ տեսնել, շատ ենք ուզում հրաշքներ տեսնել, որ ինչ-որ կերպով հաստատվի մեր հավատքը։ Այնինչ Հիսուս Քրիստոս մեզ զգուշացեց, ասեց, որ երանի նրանց, որ չեն տեսնելու, հավատալու են։ Հրեաների համար ինչ խնդիր կար։ Իրանք լսել էին, որ Քրիստոսն է միակ քահանայապետը, բայց ուրիշ խնդիր կա, նեղություն կա, խնդիր կա, կարան այդ նույն հրեաները գնան Երուսաղեմ, տաճարը կա, այդ ժամանակվա քահանաներն էլ կան, քահանայապետ էլ կա, որը որ ծառայություն անում, ու ինչ է ստացվում, կարան նորից հետ վերադառնան այն հին ծիսական արարողություններին, որը որ ի սկզբանե կար։ Դրա համար ամենասկզբում, երբ որ կարդացինք, տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ Եբրայեցիս նամակի հեղինակը ամենասկզբում առաջ է բերում խնդիր, ասում է, որովհետև Աստծո խոսքը կենդանի է ու զորավոր եւ ամեն մի երկսայրի սրից ավելի կտրուկ է, որ թափանցում է մինչև անձի ու հոգու հոդերը, ողնածուցի բաժանման սամանը եւ մտքերի ու սրտի խորհուրդների զննողն է։ Չեմ ուզում կենտրոնանալ այս ամեն մի տերմին, որտեղ գլոբալ առումով իմաստային մեկը սա է, ասում է Աստծո առաջ, Աստծո խոսքի առաջ դուք ամբողջությամբ բաց եք։ Չկա մի բան, որը որ անհայտ է Աստծուց։ Ձեր մտքերը, ձեր ամեն ինչը, նույնիսկ այն ինչ որ դուք չեք իմանում ձեր մասին, Աստծո առաջ ինչ է, բաց է։ Եվ այս ամեն ինչ ասում է Աստծո առաջ, որ քանի որ բաց է, 13-րդ համարը, եւ չկա մի արարած, որ նրա առջև հայտնի չլինի, այլ ամեն ինչ մերկ է, բաց է նրա աչքերի առաջ, ու մենք հաշիվ պիտի տանք։ Ուրեմն եթե Աստծո առաջ ամեն ինչը բաց է, Աստված գիտի մեր խորունկ, մտքերը, մեր խնդիրները, ուստեղ ասում է այդ ամեն ինչով հանդերձ ինչ ենք անելու, հաշիվ ենք տալու, պատասխան ենք տալու Աստծո առաջ։ Այն նույն քահանաները, քահանայապետերը արտաքինից երբ որ մարդիկ տեսնեն, ինչ էին տեսնելու։ Արտաքինից տեսնելու են մեղավոր մարդ, չեմ կարծում։ Հակառակը երևալու էր սրբություն որոշ առումով արտաքին չէ, ունեին ցենց պաշտոն, ունեին հատուկ գեղեցիկ շորեր, ծառայություն էին մատուցում։ Դուք էլ երբ որ մենք մեկս մյուսին տեսնում եք, մենք ամբողջական չեք տեսնում մեկս մյուսին։ Հիմա որոշ առումով շատերի, ովքեր որ օրինակ ինձ հետ չեն շփվում կամ չգիտեն, միգուցե մարդկանց համար տպավորություն ստեղծի, որ ես սուրբ ազնվորություն եմ։ Ես որևիցե թերություն կամ տկարություն չունեմ։ Այնինչ որ մարդկանց հետ շփվում ես, ամեն մեկն ինչ որ հարցեր ունի, ամեն մեկն ինչ որ տկարություն, խնդիրներ ունի։ Աստծո առաջ բոլորս էլ այդպիսին ենք։ Եվ հիմա ասում է տկարություններն ու խնդիրները, երբ որ Աստված տեսնում է, պիտի հաշիվ տաք։ Հիմա հարցը առաջանում, բանա ո՞նց ենք Աստծո առաջ կարողանալու հաշիվ տանք։ Ո՞նց ենք կարողանալու պատասխան տանք այն արարքների, այն մտքերի, այն գործերի համար, որը որ անում ենք։ Շարունակությունը տալիս է պատասխանը, որտեղ ասում է, եթե մնաք են ձեր հին քահանայապետերին, այն հին ծառայություններին ինչ որ մատուցվում էր, այդ ամեն ինչը թերի էր, տկար էր, դա ուղղակի շուքն էր, այն գալիք բանը, ինչ որ պետք է տեղի ունենա Հիսուս Քրիստոսի կատարած ծառայության միջոցով։ Եվ դրա համար ասում է, հիմա եկեք ձեզ Ահարոնից ավելի լավ քահանայապետ ցույց տամ, որն է Հիսուս Քրիստոսը։ Մինչև այդ խոսում էինք, որ Աստված ընտրեց իր ազգը եւ խոստացավ, որ պետքա գնան իրանք խոստացված երկիրը, ճիշտ է։ Անցած կիրակի խոսեցինք հանգստության մասին, որ այդ հանգստությունը կարծես թե պետքա երկրում հանգստություն գտնեին, բայց գտան այդ հանգստությունը, չգտան այդ հանգստությունը։ Նույնիսկ Մովսեսը չմտավ այդ երկիրը, Մովսեսի փոխարեն Հեսուն բերեց ժողովրդին, հասցրեց խոստացված երկիր, բայց այն ներքին խաղաղությունը գտան, ներքին խաղաղությունը չգտան։ Դրա համար Աստված ընտրեց Ահարոնին որպես քահանայապետ, որը որ պետք է խաղաղություն բերեր մարդկանց ու Աստծո միջև։ Բայց դա էլ թերի էր ու տկար էր։ Ուրեմն առաջինը Հիսուսն է մեծագույն քահանայապետը։ Եկեք 14 համարը կարդանք։ Տեսնելով, որ մենք մի մեծ քահանայապետ ունենք երկնքներով անցած Հիսուսին Աստծո որդուն, եկեք ամուր բռնենք, պահենք մեր դավանությունը։ Երբ որ ասում է երկնքներով անցած, Պողոս առաքյալը
Կորինթացիս նամակի մեջ ներկայացնում ասում է, որ հափշտակություն եղավ եւ երրորդ երկինք միջև հափշտակվեցի։ Եվ երբ որ Աստծո խոսքը խոսում է, որոշ առումով բաժանում է դնում երկինքների, որ գոյություն ունի երկինքը որպես հոգեվոր իրականություն եւ նաեւ ֆիզիկական երկինքները։ Եվ այստեղ ասում է Հիսուսը ինչով է մեծ, որ ինքը այս երկինքներով ինչ արել, անցել է հարությունից հետո, հիմա Հիսուս Քրիստոս որտեղ է գտնվում։ Հոր աչքում նստած է, Աստծո մոտ է։ Եվ դրա համար ասում է այն քահանապետերը, ովքեր որ երկրից վրա են, իրանք ստեղ են։ Իրանք ուղղակի ստեղ են ու ստեղ էլ մնացել են։ Քրիստոսն այն մեծագույն մեկ, ով որ երկրից վրա չէ, այլ որտեղ է, հենց Հոր Աստծո մոտ է։ Հենց Հոր Աստծո մոտ ինչ անում, բարեխոսում է։ Եկեք բացենք առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 5-րդ համարը։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 5-րդ համարը։ Քանզի մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջև Հիսուս Քրիստոս մարդը։ Ինչի ասում մարդը, որովհետեւ նույն խոսանք դրա մասին, որովհետեւ քահանայապետը պետք է լիներ մարդ։ Մեկ ով որ պետք է լիներ այդ միջնորդը, մեկ ով որ այդ ամեն ինչով պետք է անցներ։ Բայց ես ինչի եմ ուզում որ դուք սրա վրա ուշադրություն դարձնեք։ Մենք միշտ միջնորդներ ենք ուզում փնտրել։ Մենք միշտ մտածում ենք, որ նույնիսկ մեր մեջ, երբ որ խնդրում ենք մեկս մյուսի համար աղոթել, եւ ասեմ, որ շատ լավ բան է, որ աղոթենք, բայց միշտ մեր մտքում պետք է հիշենք մի բան։ Այնպես չի, որ իմ աղոթքը ավելի հասանելի Աստծուն, քան թե քոնը։ Այ իմ միջնորդն էլ է նույնը, քո միջնորդն էլ է նույնը։ Եթե դու ունես Հիսուսը, ես էլ այդ նույն Հիսուսն ունեմ։ Իմ Հիսուսը, քո Հիսուսը չեն տարբերվում իրարից։ Այնպես չի, որ բարձրանանք լերը, մեր ձայնը ասում են, դե դուք ավելի մի քիչ բարձր եք, չէ՞, մարդիկ սիրում են դասել, ասում են, քո ձայնը ավելի շուտ է հասնում։ Լոճիկների ձայնը։ Կամ լոճիկների, կամ ասենք ավելի տիեզերագին ասել, չկա նման բան։ Մենք ունենք մի միջնորդ, որը հենց Աստծո ներկայության մեջ է, ու Աստծոն գրված է, որ առավոտից իրիկուն բարեխոսում է մեզ համար։ Բարեխոս ունենք քահանապետ ունենք, որը որ Աստծո կողքն է, ինքն է մեծագույն քահանապետը։ Ես կարիքը չունեմ սուրբերի, ես կարիքը չունեմ ոչ Սուրբ Սարգիսի, ոչ Մարիամ Աստվածածնի, ոչ էլ ուրիշ ինչքան ուզում եք սուրբեր ասեք։ Գիտեք Հայաստանում մեր խնդիրը որն է, որ մենք այնքան ենք տարբեր սրբերով, հրեշտակներով, որ մոռացել ենք այդ մեծագույն հրեշտական քահանապետին։ Մոռացել ենք մեր Քրիստոսին։ Երբ որ մտնում ենք մեր տաճարները, ամենամեծ, ամենաառաջին աչքիդ ընկնող ով է։ Մարիամն է։ Հանց չի առաջանում ինչու։ Ինչու պետք է Մարիամը այդպես մեծ դիրք ունենա, իսկ Քրիստոսը փոքրիկ որպես մանուկ իր ձեռքում։ Ով է մեր միջնորդը, ով է մեր քահանապետը, Մարիամը, թե Քրիստոս։ Տեսեք հрьяաների համար իրանց համար կարևոր է իրանց տաճարը, իրանց զոհաբերությունը, իրանց իսական արարողությունները եւ իրանց այդ վտանգը կա հետ վերադառնային դրան, օրենքով փորձեին փրկություն ստանալ։ Մեր վտանգը գիտեք որն է։ Մենք էլ վտանգված ենք տարվելու սրբերով։ Տարվելու ինչ որ իսական արարողությունները, որը որ այո, այսօր որպես քրիստոնյա ներկա է մեր կյանքում։ Սիրելիներ, Քրիստոսն է մեծագույն քահանապետը։ Ես ուրիշ քահանապետի կարիք չունեմ, ուրիշ միջնորդի կարիք չունեմ։ Ինչ խնդիր, որ ես ունեմ ասում է, իմացեք ինքը կա, ու ինչ արեք։ Իրան դիմեք։ Ասում է, եկեք ամուր պահենք մեր դավանությունը։ Մի մոռացեք ասում է սրա մասին։ Եթե մոռանաք, գնալու եք այն հին բաների հետևից եք ընկնելու։ Դրա համար ասում է, հիշեք երկնքում մեկը ունեք։ Ասափն է ասում է, երկնքում մեկն ունեմ, ու ինձ բավարար է դրա, երկրից վրա ոչ մի բան մեկի կարիքը չունեմ։ Եթե ես երկնքում մեկը ունեմ, արդեն դա ինձ բավարար է։ Ինձ Քրիստոսը բավարար է։ Ես Քրիստոսից հավելյալ ինչ որ մեկի կարիքը չունեմ։ Աստծուն պաշտելու համար ձեզ ժողովուրդ ջան, ես պետք չեմ։ Հասկանում եք, ես ուղղակի ծառա եմ, որ պետք է ծառայեմ, օգնեմ, որ մենք միասին Աստծուն ծառայենք։ Բայց առանց ինձ կարաք Աստծուն պաշտամունք բարձրացնենք։
Ասեք, այո, կարող եք։ Առանց ինձ Աստծո խոսքը կարաք սերտեք։ Այո, կարող եք ու պետք է սերտեք։ Ամեն մեկս որոշ առումով պատասխանատվություն ենք կրելու Աստծո առաջ, քանի որ մենք այդ հնարավորությունն ունենք։ Մենք ունենք այդ միջնորդը։ Որտեվ Հիսուսն է մեծագույն քահանայապետը։ Հիսուսն է այն բարեխոսը, ես ուրիշ բարեխոսի կարիք չունեմ։ Նա է միակը։ Երկրորդը, Հիսուսն է լավագույն քահանայապետը։ Եկեք կարդանք 15 եւ 16 համարները։ Որովհետեւ ոչ թե այնպիսի մի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսի, որ ամեն կետում փորձվեց մեզ նման, սակայն առանց մեղքի։ Ուրեմն համարձակությամբ մոտենանք շնորհած աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք եւ շնորհք գտնենք կարիքի ժամանակ մեզ օգնելու։ Ինչու եմ ասում Հիսուսն է լավագույն քահանայապետը, որովհետեւ կա նաեւ ուրիշ հարց առաջանա մարդկանց մոտ։ Մարդիկ կարող են ասել, դե Աստված հեռու կամ Քրիստոսը հիմա երկնքում է, ես էլ ստեղ։ Աստված ինչ գիտի իմ առօրյան։ Աստված ինչ գիտի ես ինչով եմ անցնում։ Հայերը սենց արտահայտություն չէ ունեն, ասում են, մինչև իմ մաշկի մեջ չլինես, չես հասկանա ինձ։ Այո, որոշ առումով մեզ համար դա ճշմարտություն է։ Ինչքան էլ ես փորձեմ պատմությունը լսեմ, հասկանամ, մինչև որ այդ մարդու կյանքի մեջ չմտնեմ, ես լիարժեք այդ մեկին չեմ կարող հասկանալ, չեմ կարող լիարժեք կարեկից լինել։ Բայց Հիսուսի մասին ինչ ենք կարդում։ Հիսուս ասում է ամեն ինչով անցավ։ Հիսուս մարմին առավ, մարդացավ ու մեր պես քայլեց։ Հիսուս սոված էր, Հիսուս ծարավեց, Հիսուս հոգնեց։ Ամեն ինչով անցավ Քրիստոս։ Ասում բայց առանց մեղքի։ Իրեք Քրիստոսի համար ավելի դժվար էր, որովհետև շատ անգամներ երբ որ մենք մի քիչ գայթակղում ենք, առիթ ալինում տկարանում ենք, այդ մեղքի մեջ ընկնում ենք։ Բայց պատկերացեք Քրիստոսին, որ ոչ մի բանում մեղք չգործեց։ Դա համար Եբրայեցիս նամակի հեղինակն ասում է՝ մի կարծեք, որ Քրիստոս հեռու է, մի կարծեք, որ Քրիստոս չի հասկանում ձեր ամենօրյա խնդիրները, հոգսերը։ Իմացեք, որ ինքը այդ ամեն ինչով անցել է։ Կոպիտ ասած ձեր մաշկի միջով անցել է։ Դրա համար է ասում Քրիստոսը որպես միջնորդ կամ քահանայապետ Հիսուս Քրիստոս մարդը։ Մինչև հիմա Քրիստոս համ մարդ է, համ Աստված։ Մինչև հիմա։ Եվ տենց էլ լինելու է։ Քրիստոս մեզ շատ լավ է հասկանում։ Չկա որևիցե մեկը աշխարհիս մեջ, նույնիսկ դու ինքդ քեզ այդքան լավ չես հասկանում, ինչքան Քրիստոսը հասկանում քեզ։ Դրա համար ասում ժողովուրդ ջան, մի հատ տեսեք, ում ունենք։ Նա է լավագույն օրինակը, որին որ մենք կարող ենք հետևել, որին որ մենք կարող ենք գալ։ Նեղությունների խնդիրների ժամանակ ինչ եմ անում։ Չգիտեմ ինչ անեմ, անենալի վիճակում եմ հայտնվում, ամեն ինչս կորում է, անհանգստության մեջ եմ ընկնում, չգիտեմ ստրես եմ ապրում, ինչի համար։ Արդյոք հավատքս այդքան թույլ է տկար է, որ ես չեմ կարողանում դիմեմ Քրիստոսին։ Չեմ կարողանում խնդրեմ, որ ինքը այդ իրավիճակներում ինձ խաղաղություն, հանգստություն տա։ Ինքը մեզ շատ լավ է հասկանում։ Մի պատկերացրեք Քրիստոսի շատ հեռու մեզանից, որը որ տեղյակ չի ինչ է կատարվում մեր կյանքում։ Երբ որ նեղություն ենք ունենում, իրապես այդպես զգում ենք։ Այնպես է եղել, որ իմ կյանքում էլ է եղել պահել, որ չեմ իմացել լավ ինչ անեմ, Տեր։ Ստեղ հարցեր, ստեղ խնդիրներ, այս ամեն ինչ ու ամեն օր կա, ամեն օր ավելանում է։ Եթե թույլ տանք նման ձևով, ինչ ենք անելու, բեռնել այդ ամեն ինչը մեր վրա ենք վերցնելու ու կամաց ճկռելու ենք։ Հրեաների համար միշտ վտանգը կար գնալու ծիսական արարողություններով փորձելու այդ խնդիրներին լուծում գտնել, սենց ասած օրհնություն, ներում ստանալ, մեզ համար էլ մենք փորձում ենք այդ ամեն ինչը տանենք։ Մի պատանի կար, երբ որ խոսում էի հետը, ասեցի Աստծուն աղոթք անում ես, դե ասեց հա, երբ որ հաց եմ ուտում, աղոթում եմ, ես ասեցի իսկ ուրիշ հարցերով, երբ որ նեղություն ունես կամ հարցեր են լինում, դե ասեց կարիք չկա այդ հարցերով անդադ դիմես Քրիստոս Աստծուն։ Ուսած մի քիչ ասում ես հա հոգևոր է հնչում, բայց արդյոք տենց խնդիր կա։ Եթե
Աստծո խոսքն է շատ հստակ ասում, որ ամեն բանից առաջ աղոթք արեք, ուրեմն ինչ, մենք մեր վրա այդքան վստահություն ունենք, որ մենք այս ամեն ինչը կարող ենք մենակ տանենք։ Հավատացնում եմ, որ չէ։ Մենք ոչ մի բան իրականում մեր ձեռքերում չի։ Երբ որ օրինակ, դա գիտեք երբ ես հասկանում, երբ որ նստած ես ինքնաթիռի մեջ։ Երբ որ նստած ես ինքնաթիռի մեջ, ոչ աշկարած գնաց, ոչ ցախ փակ է, մի հատ աթոռ ունես, ու նույնիսկ երբ որ այդ նշանը տալիս են, որ այդ գոտին պետք է կապես, վերջ, ոչ մի բան չես կարող անես։ Ու հասկանում ես, որ հիմա կյանքը, ցենց ասած կախված է, մի քիչ ասեմ ֆիզիկականից, այդ ինքնաթիռի վիճակից, տեխնիկական, նաև օդաչուի, չգիտեմ, հմտությունից ու կարողությունից, ու նաև դրանից բացի նաև եղանակից է։ Ու հասկանում ես, լավ, ասում ես, փաստորեն հիմա կյանքս իմ ձեռքերի մեջ չի, ես ես ինքնակամ գնացել եմ, այս իմ կյանքս հանձնել եմ այս մարդկանց ձեռքերում։ Երբ որ մի քիչ ավելի ես հասկանում, ավելի ես մտածում, տենում ես, որ հիմա էլ ես վարկյանում եմ, կյանքը քո ձեռքերի մեջ չի։ Այն որ մենք կարծում ենք, որ ամեն ինչ մեր ձեռքում է, հավատացեք, տենց չի։ Ո՞վ է ձեզանից ամեն վարկյան մտածում, որ սիրտը աշխատի, ասենք մտածում է, խփի, թող, սենց ենք անում, կամ շնչելը, պատկերացեք, վախենանք քնել, որտեղ ասենք քնենք, բա որ հանկարծ մոռանանք շնչել։ Բայց մարդիկ կա քնում են ու սիրտը կանգնում է։ Մեր ներքին օրգանները անդադ աշխատում են, Աստված տենց է ստեղծել։ Մենք դրա կարիքը չունենք, բայց նորից հետ ամեն ինչ ում ձեռքերում է, Աստծո ձեռքերում է։ Դա համար սիրելիներ, ամեն հարցում դիմեք այս քահանապետին, դիմեք Քրիստոսին։ Մի փորձեք այս ամեն ինչը դուք մենակ տանեք։ Վստահեք Տիրոջը, որովհետև նա գիտի լավագույնս ձեր կարիքները, ձեր խնդիրները։ Հենց այնպես չի, որ ասում է Տերը ձեր մազերի համրանքը գիտի։ Սա խնդիրը թիվը ասելը չի։ Սա խնդիրը այն է, որ Տերը ձեզ ամբողջությամբ լիարժեք գիտի, ոնց որ ամենասկզբում կարդացինք։ Աստծո խոսքը կամ Աստված ինքը լոգոսը մեզ լիությամբ լիարժեք ճանաչում է։ Մեր մաշկի մեջ եղել է եւ կա։ Ու գիտի քո ամեն մի կարիքը։ Ուրեմն մոտեցի այդ լավագույն քահանապետին։ Մարմնի մեջ լինելով նա անցավ ամեն ինչով, բացի մեղքից։ Ու մենք կարող ենք ու պետք է մոտենանք այդ քահանապետին, այդ միջնորդին։ Շարունակենք։ Հիսուս ընտրված քահանապետ էր Աստծո կողմից։ Կապանք 5-րդ գլուխ 1-5 համարները։ Որովհետև մարդկանցից ընտրված ամեն մի քահանապետ մարդկանց համար է կարգված Աստծո վերաբերյալ բաների համար, որպեսզի եւ պատարակները եւ մեղքերի համար զոհերը մատուցի։ Տեսեք, ասում է Աստված ընտրեց մարդուն մարդկանց համար, որպեսզի պատարակներն ու զոհաբերությունները կատարի։ Բայց ուշադրություն դարձրեք, ասում է, որը կարող է կարեկից լինել տգետների եւ մոլորվածների նկատմամբ, որովհետեւ ինքն էլ տկարությամբ լի է։ Ասում են սովորական մարդը, ով որ Աստված նույնիսկ ընտրել է, նախ եւ առաջ ինքն էլ է դրա կարիք ունի, ինքն էլ կարիք ունի ինչ-որ մեկը, որ իր համար միջնորդի Աստծո համար։ Ասում է դրա պատճառով, ինչպես ժողովրդի, այնպես էլ իր անձի համար պետք է մեղքի պատարակ մատուցի։ Եվ ոչ մեկն իր վրա չի վերցնում այս պատիվը, այլ միայն նա, ով կանչված է Աստծո կողմից, ինչպես Ահարոնը։ Այնպես էլ Քրիստոսը ոչ թե ինքն իր անձը փառավորեց, որ քահանապետ լինի, այլ նա, ով նրան ասաց, թե դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Ծնելը ֆիզիկական ծնունդի մասին չի, հարության մասին է, խոսենք սրա մասին, բայց ուզում եմ հասկանաք ընդհանուր կոնցեպտը։ Հեղինակը ուզում է նորից հրեաներին բացատրի, որ այն քահանապետը, որ այսօր ծառայում է տաճարում, ինքը սովորական մարդ է, մեղքերով լի, ու ինքն էլ կարիք ունի, նախ եւ առաջ իր մեղքերի համար պատարակ մատուցի, իր մեղքերի համար էլ Աստծո առաջ գա։ Նոր դրանից հետո խնդրի, որ մնացած ազգի համար էլ ներում շնորհվի։ Իսկ Հիսուս Քրիստոսը դարձավ կատարյալ մեկ, ով որ մեղք չուներ, ինքը դարձավ ամեն զոհը համ քահանապետը։ Հովանես Մկրտիչը, երբ որ Քրիստոսին տեսավ, ինչ ասեց. Սա է Աստծո գարը, որ վեր է առնելու մարդկանց մեղքը։
Հիսուս Քրիստոսը դարձավ այդ կատարյալ զոհը, որը որ մեկ անգամ եւ վերջին անգամ տրվեց մարդկության բոլոր մեղքերի համար, որպեսզի թողություն ստանանք։ Մենք էլ կարիքը չունենք մարդկային քահանայապետերի։ Քրիստոս մեկը միշտ կատարյալ կերպով է զոհաբերությունը կատարեց։ Աստված ընտրեց իրան որպես սուրբ մեկի եւ իրան պատարակ ինքը լինելով մեզ համար իր արյունը թափելով մեզ համար խաչի վրա մեզ հավիտենական ազատություն տվեց։ Մեզ հնարավորություն տվեց մոտենալու Աստծուն։ Այն ժամանակ ամեն մեկը չէր կարող օրինակ քահանապետ դառնալ։ Այնպես չէր, որ իրանք էին որոշում ով լինի, ով չլինի։ Ահարոնի սերունդն էր, որ քահանայությունն էին անում։ Աստված ընտրեց Ահարոնին ու իր սերնդին։ Եվ ոչ միայն ընտրեց, այլ նաև ասեց ձևը եւ վայրը ինչպես պետք է անեն, որտեղ նույն Ահարոնի որդիները փորձեցին ուրիշ բան անեն եւ պատժվեցին դրա համար։ Եվ շատ շատերը երբ որ փորձում են ինչ որ կերպով իրենց ձևով պատարակ մատուցեին, Աստված այդ ամեն ինչը չէր ընդունում։ Դրա համար Աստված ընտրեց կատարյալ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեկ անգամ է զոհաբերությունը կատարվի եւ վերջ։ Հայաստանում շատ է տարածված մատաղ արտահայտությունը, չնայած այն օրը խոսում էին մի նոր բան լսեցի, չէի լսել մինչև այդ, ասում են մատաղ մատուցել աղը, Աստծո առաջ, որ այդ աղը օրտնում են, աղը խորհուրդն է, սենց բան է, ու գիտեք, բայց մարդկանց տրամաբանության մեջ դեռևս այդ հասկացողությունը կա, որ ինչ որ այս զոհաբերությունը ինչ որ բան է անում, Աստծո առաջ դիվիդենտներ եմ շահում։ Օրինակ ես մատաղը արեցի, ինչ որ կերպով կմոտենամ Աստծուն։ Ինչ որ կերպով Աստված ել ավելի շատ կների, ել ավելի շատ կսիրի։ Բայց սիրելիներ, ինչի համար է մեզ դա պետք։ Եթե Քրիստոս արդեն կատարյալ զոհ որպես իր անձը տվեց, ես էլ կարիք ունեմ նոր մատաղների, նոր ինչ որ զոհաբերությունների։ Հա? Չունեմ։ Հիսուս արդեն մեկ ընդմիշտ այդ գործ այդ ծառայությունն արեց, վերջացրեց։ Եվ գիտեք հիմա մենք ինչ հնարավորություն ունենք, ամեն վայրկյան, ամեն պահ Աստծո առաջ կանգնելու։ Առաջ մարդիկ է դրա հնարավորությունը չունեին։ Առաջ տարին մեկ անգամ քահանապետը մտնում է սրբության սրբոցը հատուկ մաքրվելուց հետո եւ մեկ անգամ այդ պատարակն էր մատուցում։ Ու երբ որ օրինակ խնդիր ուներ, նեղություն ուներ, չէի կարող գնալ ասել քահանապետ մի հատ գնա շուտ այս ծառայությունն արա, որտեվ կարիք ունեմ Աստծո առաջ գալու։ Դե էդի որ եթե հանկարծ սխալ բան արածներ, քաշեն հանեն, որտեվ իրավունք չունեն մտնելու։ Մենք այսօր այս առիթը ունենք ինչ անելու, ամեն վարքան, ամեն պահ գալու Աստծո ներկայության մեջ, Քրիստոսի միջոցով։ Ինչքանով եմ ես դա օգտագործում։ Ինչքանով է աղոթք ինձ համար կարևոր։ Ինչքանով եմ ես աղոթքի կյանք ապրում։ Ես այս հնարավորություն ունեմ Աստծո առաջ ամեն պահ գալու, բայց ես ինչ եմ անում։ Ձանձրանում եմ, ալարում եմ, մոռանում եմ։ Սիրելիներ, սա մեծ առաջնաշարում է, որ մենք ունենք։ Սա այն է, ինչ որ նույնիսկ 5 կտականի ժամանակները շատերը կերազեին։ Դրա համար նույնիսկ ասում եմ շատ մարգարեներ, շատ Աստծո ծառաներ ասում են երազում են այսօրվան, որ տեսնեն այս ամեն ինչը կատարյալ արդեն իրականություն դարձած Հիսուսին։ Երազում են Մեսիային տեսնեն։ Իսկ մենք ոչ միայն գիտենք Մեսիայի մասին ինչ է կատարվել, նաև Աստված նաև հայտնել է թե ինչ է տեղի ունենալու, շատ ամբողջական Աստվածաշունչ ունենք, ամբողջական Աստծո հայտնություն ունենք։ Իսկ մենք թե Աստծո խոսքն ենք անարգում, չենք կարդում, չենք ուսումնասիրում, եւ թե նաև աղոթքի կյանք որպես չենք ապրում, չոր ու ցամաք կյանքով ենք ապրում։ Ամբողջը թողել ենք մեր ուժերի վրա։ Սիրելիներ, հետ վերադառնանք։ Հիշենք թե ով ունենք։ Վերջացնում եմ Հիսուսը Մելքիսեդեկի կարգի քահանապետը։ 5-ից 10 համարները կարդանք։ Այնպես էլ Քրիստոսը ոչ թե ինքը իր անձը փառավորեց, որ քահանապետ լինի, այլ նա, ով նրան ասաց, դու ես իմ որդին, ես այսօր քեզ ծնեցի, ինչպես մի ուրիշ տեղ էլ ասում է, դու հավիտյան քահանա ես ըստ Մելքիսեդեկի կարգի, ով իր մարմնի օրերին սաստիկ աղակով ու արցունքով աղոթք եւ աղաչանք մատուցեց նրան, որ կարող էր իրեն ազատել մահից, եւ լսվեց իր երկրվածության համար,
Թեև ինքը որդի էր, բայց իր չարչարանքների միջով հնազանդություն սովորեց եւ կատարյալ դառնալով բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության հեղինակ դարձավ։ Ու Աստծո կողմից անվանվեց քահանայապետ ըստ Մելքիսեդեկի կարգի։ 5 կտակարանում ենք Մելքիսեդեկի մասին կարդում, շատ ինֆորմացիա չունենք, գիտենք երկու բան, որ Մելքիսեդեկը թագավոր էր եւ որպես թագավոր միաժամանակ նաեւ քահանայապետ էր։ Ինչի՞ է Հիսուս Քրիստոսին այս օրինակը բերում, որպեսզի ուզում է ցույց տա, հասկացնի մի պարզ բան։ Քրիստոսը կարող է լինել եւ թագավոր, եւ թագավորը, Սուրբ երրորդության անբաժանելի մասն է, եւ դրա հետ մեկտեղ ինչ է, քահանայապետ է, հավիտենական քահանայապետ է։ Այն, որ ինքը քահանայապետ է, չի ազդում նրա թագավոր, նրա ասենց ասած պաշտոնի դիրքի վերաբերյալ ինչ որ բան չի ազդում։ Նա կատարյալ հնազանդվեց, ինչի որտեղ Տերը իրան կանչեց, ասում է, քանի որ կատարյալ հնազանդվեց, նրա հնազանդությամբ էլ մենք էլ կարող ենք Աստծո առաջ գանք։ Քրիստոս արդեն մեր տեղը հնազանդվեց։ Քրիստոս արդեն մեր տեղը չարչարվեց։ Քրիստոս արդեն իմ համար, իմ մեղքերի համար թողություն գտավ։ Հիմա ես արդեն Քրիստոսի շնորհքի տակ եմ։ Ես ինքս ինձանով չի կարող սրան հասնել։ Չեմ կարող ինչ-որ գործ անեմ, որ Աստծո կողմից ավելի ընդունելի լինեմ։ Ոչ մի բան չեմ կարող անել։ Սիրելիներ, սրանից ավելի լավ բան չկա։ Սրանից ավելի լավ բան չկա լսելու, որ Տերը այն գործ ինչ-որ սկսեց, ասում է ավարտին էլ հասցնելով։ Ձեր բոլորի մեղքերը ներված են։ Մեզանից ինչ է մնում։ Մենք գալ ու այդ ընդունել այդ ամեն ինչը։ Հնազանդվել ասենք, թե ընդունենք մենք ով ենք եւ ընդունենք Աստված ով է։ Ուրիշ բան Աստված մեզանից չի ակնկալում, չի սպասում։ Կարիքի չունենք գնալու Երուսաղեմ, չնայած տաճարն էլ չկա, որպեսզի պատարակներ մատուցենք։ Կարիքը չունենք 1000 հատ մոմ վառելու, 10,000 հատ հայր մեր աղոթքը կրկնելու։ Ժամանակին կաթոլիկ եկեղեցին ամեն անգամ ինչ-որ մեղքերի համար սենց ասած օրենքների ինչ-որ բաներ ներկայացնում։ Պետք է օրինակ 100 անգամ հայր մեր աղոթք անես կամ աստիճաններ կային, ամեն մի աստիճանը բարձրանալուց այդ աղոթքն անել, ու սենց նման ձևով մարդիկ փորձում էին ինչ անեին, փրկությունը ժառանգեին, փրկությունը ստանային։ Զուտ պարապ ժամանակի մատնում էր։ Մարդիկ ինչ-որ ֆիզիկական բան էին անում, բայց այս ամեն ինչ օգուտ չէր տալի։ Ինչի, որովհետև Քրիստոս արդեն այդ ամեն ինչը արել էր։ Եթե ես ուզում եմ ծառայությամբ Աստծուց փրկություն ստանամ, շնորհք ստանամ, օրհնություն ստանամ, ասեմ սխալ ճանապարհով եք գնում։ Սխալ ուղղությամբ եք, սխալ շարժառիթներով եք անում։ Մենք հնարավորություն ունենք Քրիստոսի առաջ գալու, Աստծո առաջ գալու եւ մեր հոգսերը, մեր ամեն ինչը հանձնելու։ Եվ Տերը խոստացել է, որ կլսի ու իր բարի պատասխանը տալու է։ Ինձանից մենակ մնում է հնազանդություն, որ Աստծո առաջ ես խոնարհվեմ։ Աստծո առաջ կատարյալ հնազանդությամբ հնազանդվեմ։ Քրիստոս սիրեց, մինչև վերջ սիրեց, մինչև իսկ մահը սիրեց։ Որևիցե մեկը ֆիզիկապես չի ցանկանա այս ամեն ինչով անցնել։ Ձեր կարծիքով Քրիստոս հաճելի էր, որ ֆիզիկապես այդ ցավերը կրեց։ Չէ, որևիցե մեկին դա հաճելի չէր։ Բայց ասեց Տեր, ես ուզում եմ ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը լինի։ Դա համար եթե Տերը ձեզ կանչում է ինչ-որ ծառայության, եթե Տերը ձեզ ասում է սա անենք, էսի անենք, այն անենք, չասենք թե մենք դե էսի, մենք ուզում ենք այս պաշտոնը, այս ամեն ինչը թողեք մի կողմ։ Կատարյալ հնազանդությամբ հնազանդվեք, որտեղ Տերը ձեզ համար լավագույնն արել է։ Ու մենք այսօր հնարավորություն ունենք այստեղ նստած Աստծո առաջ գալու, մեր աղոթքներով, մեր խնդրանքներով, որտեղ ունենք մի քահանայապետ, որը որ ամենամեծն է, ամենալավագույնն է, մեկն է, որ լիարժեք մեզ հասկանում է, լիարժեք գիտի մեր կարիքները եւ կարող է մեր մեղքերին թողություն տալու եւ մեզ փրկություն տալու։ Եկեք աղոթք անենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս իրապես այն գործի համար, որը որ քո որդին խաչի վրա արեց, Տեր։ Այն անարգանք, այն ցավը,
այն խոշտանգումները, որի միջով Քրիստոս անցավ մեզ սիրելով։ Իմանալով, որ դու ես կանչել եւ քեզ կատարյալ հնազանդությամբ մեզ համար օրինակ դարձավ։ Տեր, ունենք մեկ քահանապետ, ունենք մեկ միջնորդ եւ ուրիշ միջնորդի կարիք էլ չունենք, Տեր։ Որտեւ մեկ ընդմիշտ մեր մեղքերին թողություն ենք ստացել քո միջոցով, Տեր Աստված։ Այն գործը, որ սկսել ես մեր մեջ, խոստացել ես, որ ավարտին հասցնելու ես, Տեր Աստված։ Խոստացել ես, որ որևիցե մեկը մեզ քո ձեռքերից չի կարող հափշտակել, Տեր։ Եվ շնորհակալ ենք, ով Հայր։ Շնորհակալ ենք քո շնորհքի համար, որով որ մենք կարիքը չունենք ինչ-որ գործերով քո առաջ գալու, Տեր։ Որ ընդունում ես մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք, Տեր։ Քեզ չի հետաքրքրում մեր գործերը, մեր ծառայությունները, այլ քեզ հետաքրքրում է մեր սիրտը։ Մեր կատարյալ հնազանդությունը քո առաջ, Տեր։ Ուզում ենք սիրել, ուզում ենք ապրել այնպես, ինչպես որ դու ես ցանկանում, Տեր։ Օգնի, որ չլինենք գաղատացիների նման, որ ինչ-որ կերպով փորձենք ծառայություններով, օրենքներով շնորհ գտնել քո առաջ, Տեր։ Օգնի, որ մեր ամեն վայրկյանը այս կյանքում ցույց տա, որ դու ես մեր Տերը։ Որ մեր աղոթքը ուղղված է դեպի քեզ, Տեր Աստված, ամեն հարցում դիմում ենք քեզ, Հայր, եւ վստահություն ունենք, որ դու քո բարի պատասխանն ես տալու, Տեր։ Եթե կան մեր մեջ մարդիկ, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում, Տեր, դու այցելություն արա։ Դու այս մարդկանց սրտերը փափկեցրու, որ չլինեն թե իսրայելցիները, որոնք որ իրենց սրտերը խստացրեցին, երբ որ ձայնդ լսեցին։ Տեր, խոսքը թափանցում է մեր երիկամունքները, մեր հոգին ամբողջությամբ քո առաջ բաց ենք, Տեր։ Հիմա խնդրում եմ, որ ներես մեր մեղքերը։ Սրբես մեզ ամեն անիրավությունից, ամեն սխալ քայլից, որ արել ենք։ Մեր մտքերը շտկես, մաքրես, Տեր Աստված, եւ օգնես, որ քայլենք այնպես, ինչպես որ դու ես քայլել։ Անենք այնպես, ինչպես որ Տեր Հիսուս դու ես անում, Տեր։ Տեսնենք այնպես, ինչպես որ դու ես տեսնում։ Մեզ միաբանիր, ով Հայր, եւ օգնիր, որ քեզ նայելով առաջ գնանք, քեզ նայելով քո արքայությունը տարածենք, քեզ փառավորենք մեր կյանքով, քեզ փառավորենք մեր խոսքերով, մեր ծառայությամբ եւ ինչ որ անենք, գոհունակությամբ անենք, Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի համար, որ մեր մեղքերի համար մահացավ եւ հիմա էլ որպես բարեխոս քո աջ կողմն է, Տեր։ Շնորհակալ ենք այս կյանքի համար եւ շնորհակալ ենք, որ կյանք տվեցիր եւ ել ավելի կյանք տվեցիր։ Փառք ես մեր Տեր։ Շնորհակալ ենք այսօրվա համար։ Եվ ոչ մի արժանիք չունենք եւ եկել ենք մեր միակ քահանապետի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, որ թափեց իր արյունը, որ մենք կյանք ունենանք։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։